Բարև ձեզ, դուք Ազատության հրապարակում օրաշարունակ միացել եք հացադուլի ի աջակցություն Բաքվի բանտերում խոշտանգվող մեր ռազմագերիների։ Ըստ էության դիմում եք ծայրահեղ քայլի եւ ակնկալիքը հույսը որն է։ Այո, արդեն 10-րդ օրն է ինչ հացադուլում ենք Ազատության հրապարակում։ Մեր խնդրանքն է Ռուբեն Վարդյանից առաջորդին դադարեցնի հացադուլը, որպեսզի անդառնալի հետևանքներ չունենանք։ Եվ մեր պահանջն է, որ պատկան մարմինները զբաղվեն իրենց լիազորություններով, իրենց տրված լիազորություններով Բաքվի բանտերում գտնվող մեր գերիների հետ վերադարձի եւ արդեն իսկ դատապարտված մեր տղաների հետ վերադարձի հարցը։ Ըստ էության այս իշխանությունները անթաքույց հայտարարում են, որ երբ իրենց օրինակ Ալեն Սիմոնյանին հարցնում են, ձեր խաղաղության պայմանագրում կետ կա ռազմագերիների վերադարձի հետ կապված, ասում են եկեք ծուռը նստենք դուզը խոսենք, մենք էլ պետք է մի բան առաջարկենք, փոխանակում պետք է լինի, մենք էլ գերի չունենք, մեկը լինի հարցնի, ինչի չունենք, էլի, իրենց այս պահվածքը ինչով է պայմանավորված։ Իրենց պահվածքը առհասարակ շատ ծիծաղելի է, իրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, բայց այնպիսի բաներ են ասում, որ մարդու ծիծաղ է գալիս։ Տեսեք, եթե ասում ենք խաղաղության պայմանագիր, հա, որը իրականում ֆարս է, այդպիսի ոչինչ չկա, խաղաղության պայմանագիրը կնքվում է այն ժամանակ, երբ որ արդեն ոչ մի տակից հարցեր չկան, հա, գերիների հարց չկա, տարածքային հարցեր չկան, բայց իրենք առաջ են քաշում այդ թեզը, որը անիրականանալի է ըստ ինձ, այդ իսկ պատճառով նրանք ամեն ինչ ասում են, որպեսզի թաքցնեն իրենց ոչինչ չանելը, այդ է ամեն պատճառը։ Նրանք ամեն ինչ անում են, որ այս մարդիկ ինչքան հնարավոր է երկար մնան Բաքվի բանտերում չվերադառնան։ Ինչն է պատճառը, վախենում են, չգիտեմ, ինչ մտահոգություններն են, չնայած ըստ էության նաև վախենում էին, դրա մասին ազգային ժողովում հենց Նիկոլ Փաշինյանն էր խոսել, օպերատիվ իր տեղեկությունների մասին։ Այո, իհարկե նրանք վախենում են, նրանք չեն ուզում, որ մեր հայ տղաները գան հասնեն Հայաստան։ Մի քանի պատճառներ կա, բայց գլխավորը հենց որ վախն է նրանց ստիպում, որ չզբաղվեն, չբարձրաձայնեն, չանեն այն ամենը, այն գործիքակազմը չօգտագործեն, ինչը իրենք ունեն։ Տեսեք, հիմա այլևս Ադրբեջանը անթաքույց հայտարարում է, որ Հայաստանը պետք է իրենց արտահանձնի այսպես կոչված շակերտներում ռազմական հանցագործների եւ ըստ էության յուրաքանչյուր ոք, ով ոտք է դրել Արցախ, իրենց էլ են իրենք պահանջում։ Ես կխնդրեմ այս մասով ձեր գնահատականը տակ։ Օրինակ Աղդամցի Ալենը, նախկին Աղդամցի ավելի շուտ Ալենը մտահոգություններ ունի։ Այդ իրեն պետք է հարցնի երևի թե եթե տղամարդկություն կունենա, թող պատասխանի այդ հարցին, բայց այո, Ադրբեջանը մնում է իր ճակերտավոր դիրքերում, հա, ու գնալով պահանջները էլ ավելի են մեծանում, չի բացառվում, որ նույն այդ ֆարս խաղաղության պայմանագրի մի կետ դառնա դա։ Եվ ըստ էության այլևս ցուցակ տան ու ասեն այս ցուցակով մարդկանց։ Այո, իսկ ես մեր ղեկավարությունը, մեր իշխանությունները անում են այն, ինչը որ բռնապետ Ալիևը իրենց հրամայում է։ Սկսած նրանից հանձնում է իմ հայրենիքի հողերը ու չի զբաղվում մեր գերիներով ու տոտալ ամեն ինչ վերացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Սկսած կրթությունից, անվտանգությունից, բոլոր ոլորտներում նա ձախողել է։ Երեք էր, որ հայտարարություն արեցին Գյումրիում եւ Փարաքյալ էր գնացել, կարծես իրենք արդեն քարոզարշավի մեջ է։ Քարոզարշավով, այո, ու 7 տարի շարունակ այդ մարդը նույն բառն է, նույն նախադասություններն է ասում, թե իբրև թալանածը ետ պետք է բերենք։ Բայց 7 տարի լինելով իշխանության ու 7-րդ տարում նույն բանը ասել։ Ասում վաղ առավոտից էլ ինչ-որ էլի գրառումներ է անում են 10 րոպե մեկ աշխատանքային օրով, ով է իրան բերել, ով չի բերել, չգիտեմ, այս ամեն ինչից խոսում է բացի խոշտանգվող ռազմագերիներից։ Այո, ամեն ինչից խոսում է, հիմա էլ ընդդիմությունն է որոշում, պարլամենտական ընդդիմությունը, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, ոչ մեկի խոսույթում չկա, թե ոնց պետք է ճանապարհենք Նիկոլ Փաշինյանին, հա։ Դա թիվ 1 հարցն է մնում։ Այո, իրենք զբաղված են իրար պահելով, այսպես ասած, նախկին իշխանությունները պահում են ներկայիս իշխանություններին եւ ներկայիս իշխանությունները պահում են նախկին իշխանություններին։ Այդ է մեր իրականությունը, դաժան իրականությունը դա է։ Նիկոլն էլ իր հեծանիվով
Շնորհակալություն։ Զորավոր։